Սիրելի ծնողներ, դուք երբեք չեք թույլատրի ձեր երեխաներին խմել էներգետիկ ըմպելիքներ, երբ լսեք այս 3 փաստերի մասին։ Սանկտ Պետերբուրգում ապրող 22-ամյա մի տղա Արտյոմ անունով էներգետիկներից կախվածության պատճառով չի կարողանում քայլել։ Ճիշտ է, շատ բժիշկներ կարծում են, որ նա էներգետիկ ըմպելիքներից բացի ուրիշ կախվածություններ էլ է ունեցել, հենց այդ նույն բժիշկներն էլ չեն հերքում, որ չափազանց վտանգավոր են այդ ըմպելիքները։ 160-ից 280 միլիգրամ կոֆեին կամ միջին վիճակագրական էներգետիկի 1 տարայում, այն դեպքում, երբ օրվա թույլատրելի չափաբաժինը կոֆեինի 100 միլիգրամն է, իսկ երեխաներին կոֆեին առհասարակ չի կարելի։ Մոտ 20 գդալ շաքարավազ է պարունակում էներգետիկի 1 տարան եւ բնականաբար կախվածություն է առաջացնում։ Սկզբում թվում է, թե այն իրոք ավելի աշխույժ ու առույգ է դարձնում մեզ։ Իրականում այն դուրս է բերում մեր օրգանիզմի պահուստային էներգիան, որ մեզ պետք է էքստրեմալ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար, իսկ սովորական իրավիճակներում այդ պաշարին ավելի լավ է ձեռք չտալ, այլապես անխուսափելի են սրտանոթային ու երիկամային խնդիրները, դեպրեսիան ու անքնությունը։ Էներգետիկների վաճառքը անչափահասներին Հայաստանում օրենքով արգելված է, բայց լրագրողական հարցախույզները ցույց են տալիս, որ հաճախ ծնողներն են երեխաների համար կատարում սարսափելի գնումը։ Մի թունավորեք ձեր երեխաներին։ Մայրիկի պատրաստած թեթև քաղցրությամբ կոմպոտից լավ բան պարզապես չկա։